Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյա պատմությունից, այսինքն կփորձենք ամփոփել շատ հակիրճ, այսպես մեր եթերաժամանակում, ինչքան որ հնարավորություն կունենանք։ Իսկ իմ հյուրը թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանն է։ Բարև ձեզ, շնորհակալ ենք շատ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ մեզ համար այս տոնական շրջանում ինձ հրավիրելու համար ձեր տաղավարում հյուր։ Ինչպես որ հանրության մեջ ընդունված է ձեզ արտիստ ասել, սկսենք ամենասկզբից։ Ինչպես ստեղծվեց պատմությունը նախաբանը, այսպես ասած, թատրոնի Կապանյան։ Կապանի թատրոնը պետական կարգավիճակ ստացավ 1935 թվականին, կարևոր է այս հանգամանքը շեշտել, որովհետև մինչ այդ արդեն գործում էր հանքափորների թատրոնը, հանքափորների մշակույթի պալատի սեկցիայի կարգավիճակում։ Եվ դա հող նախապատրաստեց, որ 1935 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը, մինիստրների խորհուրդը հրաման տա եւ թատրոնին տան պետական կարգավիճակ։ Այսինքն այդ պետական կարգավիճակը ոչ թե օդից ընկավ որպես մանանա Կապանի վրա, Կապանի թատրոնի վրա, այլ 7 տարվա աշխատանքի արդյունքում դա շնորհեցին Կապանի թատրոնին։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ 35 թվականին դեռ քաղաքին չէր տրվել քաղաքի կարգավիճակ, դեռ բանվորական բնակավայր էր, բանվորական ավան էր եւ թատրոնի շուրջը արդեն ձևավորվեց քաղաքային կուլտուրան, քաղաքին էլ տվեց պետական կարգավիճակ եւ այսօր եթե մենք բոլորը սպարտանում ենք Կապանի քաղաքային մշակույթով, քաղաքային կուլտուրայով, նիստուկացով, երբ որ հյուրերը գալիս են արտասահմանից, թե Երևանից Կապան ու տեսնում են, թե ինչ քաղաք ունենք, ինչ կուլտուրա ունենք, պիտի հպարտանանք, որ թատրոնը այստեղ իր ոչ փոքր ավանդը ունի։ Հանքափորների թատրոնը ովքեր էին հիմնադրել, կա որևէ այդպես փաստագրություն։ 1921 թվականին, այստեղ տեղի 22 թվականին ներողություն, այստեղ տեղի է ունենում Ամող Խարազյանի շրջիկ բանվորական թատրոնի հյուրախաղերը։ Հյուրախաղերից հետո տեղի բնակիչների խնդրանքով, նաև դրամական իհարկե ներդրումով Ամող Խարազյանը տեղում հավաքում է դերասանների խումբ եւ ստեղծում է այդ թատերախումբը, որը հետո հիմք է հանդիսանում թատրոնի առաջին կազմին։ Ստեղծվեց հիմա, փորձենք խոսել այն մեծերից, ովքեր որ ավանդ ունեցան դրա կայացման գործում։ Հիմնադիրների անունները իհարկե ոսկե տառերով են գրված թատրոնի պատմության մեջ, հիմնադիր տնօրենը Սուրեն Միրզոյանն էր, ով նաև գեղարվեստական ղեկավարն էր թատրոնի առաջին սերնդի դերասանները 18-19 դերասաններ էին, նրանցից ոմանք կապանցիներ էին, ինչպես Մխիթար Աղայանը, ինչպես հետագայում Հայաստանի սովետական Հայաստանի վաստակավոր արտիստուհի Անիկ Հարությունյանը, այդ անունների մեջ կարդում ենք Բագրատ Կիրակոսյան, նրանցից ոմանք հետագայում Արաքսիա Գասպարյան, նրանցից ոմանք հետագայում դառնում են հանրապետության վաստակավոր արտիստներ, իսկն 20-21 տարեկան երիտասարդներ, ովքեր անցնում են ճանապարհ թատերարվեստում եւ դառնում են վաստակավոր արտիստներ։ Իսկ այդ ժամանակ թատրոնները խիստ ուշադրության կենտրոնում էին, որովհետեւ ամեն ներկայացում թատրոնը չէր կարող հանձնել հանդիսատեսի դատին։ Երևանից հանձնաժողովներ էին գալիս, չափում էին դերասանների կարողությունները, ներկայացման թույլտվությունը, չթույլտվությունը եւ կարող ենք ասել, որ այդ սերունդը մի հրաշալի սերունդ էր, ով կարողացավ ապահովել թատրոնի գեղարվեստականությունը։ Եվ 1941 թվականին էլ, երբ որ սկսում է հայնական պատերազմը, հետաքրքիր մի հանգամանք կա այստեղ, Սուրեն Միրզոյանը զորակոչվում է սովետական բանակ ծառայության Արևելյան Հայաստանի աշխարհագրական տարածքում առաջին կին տնօրենը նշանակվում է Կապանի թատրոնում Արաքսիա Գասպարյան։ Մենք սա էլ կարող ենք փաստել, որ առաջին տնօրենը եզակիներից եղել է Կապանի թատրոնի տնօրենը։ Սա նաև կարող ենք փաստել, որ Կապանում միշտ էլ կանանց մեծ տեղ են տվել։ Կանանց բացառիկ տեղ են տվել, բացառիկ արժեք են կանայք ունեցել հավասարազոր տղամարդկանց։ Ներկայացումներից խոսենք, թատրոնը նշանավորվեց ինչ ներկայացումներով, ժամանակի թելադրանքով էին գնում, թե փորձում էին ինչ-որ նորարարություններ անել, եթե պատմության էջերը թերթենք։ Թատերաշրջանը բացվել է Ալեքսանդր Շիրվանզադեի Չարվոքի ներկայացումով։ Ինչի Չարվոքի ներկայացումով Շիրվանզադեի եւ ինչի հենց Շիրվանզադեի անունն է կրել մեր թատրոնը, հիշատակումներից մեկում նշվում է, որ 1935 թվականին կուլտուրայի գործիչների
համամիութենական ժողովի ժամանակ Ալեքսանդր Շիրվանզադեն շեշտել է մարզերում պետական թատրոններ ունենալու հանգամանքը, շեշտել է Կապանում գործող բանվորական թատրոնի արժեքը եւ ըստ այդ ամենի Շիրվանզադեի միջնորդությամբ է Կապանի թատրոնին տրվել պետական կարգավիճակ, դրա համար հենց Կապանի թատրոնը Շիրվանզադեի անունն է կրել։ Բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվել այս շրջանում եւ դուք ճիշտ նկատեցիք, ներկայացումից շատերը եղել են ժամանակի թելադրանքով, ժամանակի շնչով։ Եղել են իհարկե ստալինյան ժամանակաշրջանից բխող ագիտացիոն ներկայացումներ, ասենք օրինակ Կոմսոմոլ աստղիկը, չգիտեմ, բանվոր տղան, հեղափոխությունը, այսպիսի ներկայացումներ, բայց եթե բեմադրվել է թատերաշրջանի ընթացքում 4-ից 5 ներկայացում, թատրոնի ռեժիսորները փորձել են գողանալ պահը եւ մի այլ դասական ստեղծագործություն ներկայացնել, որը ժամանակաշրջանինը չէ, եւ նույնիսկ փորձել են ցենզուրային, սովետական այդ ստալինյան ցենզուրային հաղթահարելով էլ ինչ որ բաներ անել։ Ասենք հիշատակվում է Պեպո ներկայացումը մեր թատրոնում, Օթելլո ներկայացումը, Խելքիս պատուհաս, դասական ստեղծագործություններ կան, որոնք բեմադրվել են։ Իհարկե, պատերազմի տարիներին հիմնականում բեմադրվել են ռազմահայնասիրական ներկայացումներ հանրության ոգին բարձրացնելու համար։ Թատրոնը բոլոր գյուղերում է ներկայացումներ խաղացել եւ այսպես պահել է իր կենսունակությունը։ Շենքային պայմանները, դերասանական կազմը արդյոք այդ հնարավորությունները լիարժեք տալիս էին, որ կարողանային պահել թատրոնը եւ հասցնել մինչեւ թատրոնի հիմա թատրոնում դեռ աշխատում են մարդիկ, ովքեր որ աշխատել են հին թատրոնում, ամենահին թատրոնում, որը գտնվել է այժմյան Նժդեի հրապարակի բիզնես կենտրոնի տեղում եւ հիշատակվում է, որ հրաշալի շենքային պայմաններ են եղել այդ ժամանակաշրջանի համար, հրաշալի դահլիճ, լույսեր, բայց թատրոնը, ինչպես ասեցի, ինքը մշտական այդ շենքում գործող չի եղել, ինքը այո, շենքի թատրոնն է եղել, բայց քանի որ գյուղերը շատ բնակեցված են եղել, Կապանի ծրված են եղել ամբողջ շրջանում, թատրոնը սպասարկել է նաեւ գյուղական բնակչությանը։ Ամբողջ ես նույնիսկ հիշատակումներ կա արխիվներում գործողման թղթեր կա, որ թատրոնը գնացել հասել է Գորիս, այնտեղ 44 թվականին առաջին անգամ, երբ որ դուրս է եկել շրջանից այլ շրջան հյուրախաղերի, գրված է հյուրախաղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, քաղաք Ստեփանակերտ, քաղաք Մարտակերտ, այսինքն մինչև Լեռնային Ղարաբաղ թատրոնը հյուրախաղերի է գնացել։ Իսկ դերասանական կազմը հաշվի առնելով այն ժամանակվա բարքերը, տեղացի դերասաններ կարողանում էին հավաքել, թե այնուամենայնիվ հրավիրյալներով էին կազմը համալրել։ Հետաքրքիր է այս հանգամանքը, մինչև այսօր, արդեն 90 տարի, թատրոնի գեղարվեստական ղեկավարներն են եղել դրսից, բոլորը։ Տեղացի գեղարվեստական ղեկավար չենք ունեցել։ Տնօրեններ են եղել դրսից, բայց դերասաններից շատերը եղել են Կապան քաղաքից։ Այդ խոչընդոտը Կապան քաղաքում չի եղել։ Տեսեք, մենք խոսում ենք նախորդ դարի 30-ականներից, 40-ականներից, երբ որ կանանց, չգիտեմ, ինչ որ խտրականություն է տրվել դերասանուհի լինելու, չլինելու եւ այլն, Կապան քաղաքում այդ չի եղել։ Մեր դերասանուներից շատերը համամասնությունը պահպանելով նրանք կապանցիներ են եղել։ Եվ բացի այդ չէր կարող այդպես չլիներ, որովհետեւ երբ որ մենք Միջնադարյան թատրոնի մասին ենք խոսում, Մովսես Խոհենացին հիշատակում է Միջնադարյան թատրոնը Նազենիկ անունով վարձակին, այսինքն դեռ Միջնադարից Կապանում, Սյունիքում որևէ խնդիր չի եղել կանանց թատրոնի եւ տեղացի կադրերի հետ։ Եթե պատմությունը էլի թերթենք, նշանավոր ինչ դեմքեր կան, որ այնուամենայնիվ շատ լուրջ դերակատարություն են ունեցել թատրոնի պահպանման գործում։ 90 տարի, այդ 90 տարին անցել է վայրիվերումներով, այդ 90 տարին անցել է, չգիտեմ, նույնիսկ սկանդալներով, հարաբերություններով, հնարավոր չէ, որ չլինի դրանք։ Այո, ինքը թատրոնը կենթանի օրգանիզմ է։ Ինչեր ասես, որ չի եկել ու անցել Կապանի թատրոնի գլխով, նույնիսկ սպանություն է տեղի ունեցել Կապանի թատրոնում, եւ այդ շրջանում շատ հանճարեղ դերասաններ, այս բառը կարող եմ օգտագործել, հանճարեղ ռեժիսորներ են եկել ու անցել Կապանի պատմությունով։
1958 թվականին դեռ կապանցիների սերունդներ կա, ովքեր հիշում են այն օրը, երբ որ գնացքը Կապանի կայարան բերեց այնպիսի արտիստներ, ինչպիսիք էին Գայլան Նովենցը, Երվանդ Ղազանչյանը, Գուժ Մանուկյանը, Արծրուն Մանուկյանը, դրանք դեռ երիտասարդներ էին, եկան ու համալրելով Կապանի թատրոնի կազմը 4-5 տարի հետո արդեն դարձան Հայաստանում ճանաչում ունեցող արտիստներ, իսկ 20 ու 30 տարի հետո ժողովրդական արտիստներ, պետական մրցանակի դափնեկիրներ։ Սա նաև Կապանի թատրոնի վաստակն է։ Իհարկե ես տարիներ առաջ շատ չէի հասկանում ինչի Կապանի թատրոնի։ Մի անգամ Երվանդ Ղազանչյանի հետ զրույցում Երվանդ Ղազանչյանն ասեց, եթե Կապանի դպրոցը, Կապանի շկոլան դու անցնում ես, դու կարող ես թռիչքներ ապահովել, որովհետև այսօր էլ մեր Կապանի հանդիսատեսը յուրօրինակ է, թատրոն շատ է սիրում, թատրոն շատ է գալիս, նրբաճաշակ է եւ հանկարծ եթե սիրի էլ քեզ Եվ բայց եթե դու բեմում ինչ-որ բան այն չանես, չհավանի, ինքը անխնա կքննադատի եւ սա է, որ պահում է Կապանի թատրոնը իր բարձր մակարդակի վրա։ Եվ սա է կարծում եմ, որ մենք Հայաստանին թատերարվեստին տվեցին Գուժ Մանուկյան, տվեցին Գալյան Նովենց, այդ սերնդից հետո իհարկե 80-ականներին Հակոբ Ղազանչյան եկավ Կապանի թատրոն, որ այսօր թատերական գործիչների միության նախագահն է, Կապանի թատրոնը հյուրախաղերով Մոսկվա գնաց Մայակովսկու թատրոն, այսինքն ոչ միայն Կապանից դուրս եկավ նրա անունն ու համբավը, այլ նաև հանրապետությունից։ Հետաքրքիր գուցեև միֆ է, ասում են, եթե սովետական տարիներին ուզում էին իմանալ այդ ներկայացումը քննություն կբռնի թե ոչ, կապանցի հանդիսատեսին էին ներկայացնում, եթե կապանցի հանդիսատեսը ծափահարում էր, ուրեմն ներկայացումը հաջողություն կունենա։ Այդպես է, Հայաստանի բոլոր դերասանները շատ լավ գիտեն, թե ինչպիսի հանդիսատես է Կապանի հանդիսատեսը, Գյումրու հանդիսատեսը, այդ երկու քաղաքների հանդիսատեսը բացառիկ է։ Այնուամենայնիվ խնդիրներ բնականաբար եղել են այդ տարիների ընթացքում։ Ինչպիսի խնդիրներ էին հիշատակվում պատմության էջերում, վավերագրության մեջ, փաստագրության ավելի շուտ, եւ առհասարակ որն է, եթե հիմա արդեն նայենք այսօրվանից հայացք նետենք, որն էր հարատևման գաղտնիքը։ Ես կարող եմ ասել հարատևել, որովհետեւ չեմ կարծում, որ կգա մի օր, որ թատրոնը չի լինի, նա դեռ բավականին շատ տասնամյակներ կտոնի։ 90-ամյակներ ավելի ճիշտ արդեն։ 90-ը շատ փոքր տարիք է թատրոնի համար, շատ փոքր շրջան է, շատ փոքր ակնթարթ է, եւ այո, շատ 90-ներ կապրի Կապանի թատրոնը, որովհետեւ Կապանում կա թատերասեր հանդիսատես։ Եվ այդ հանդիսատեսն է, որ իր թատրոնը պահել է։ Ես հիշատակեցի իմ խոսքի սկզբում, որ հանդիսատեսի շնորհիվ է, որ Կապանում բացվել է թատրոն։ Եթե Հայաստանում շատ թատրոններ կան, որ բացվել են պետության նախաձեռնությամբ, ապա Կապանի թատրոնը ինքնագործ թատրոնի թատերախմբի ժամանակաշրջանում ստեղծվել է հանդիսատեսի մարդկանց պահանջով, մարդկանց ցանկությամբ, հետո նոր տրվել է պետական կարգավիճակ։ Իհարկե պատմության ընթացքում շատ, այսպես ասած, ճգնաժամեր է ապրել Կապանի թատրոնը։ Վերջապես 3 պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Արցախյան առաջին պատերազմ, 2020 թվական կորոնավիրուս եւ Արցախյան այս վերջին պատերազմը, որը մենք զգացինք մեր կաշվի վրա, բայց մի օր Կապանի թատրոնը չի դադարել աշխատելուց։ 40-ականներին վառելիք, չի եղել մեքենաներում, եզներով են գնացել գյուղերում ներկայացումներ խաղացել, բայց պահել են թատրոնը։ 90-ականներին, երբ որ թատրոնը զրկված է եղել շենքային պայմաններից, սարսափելի իրավիճակում է եղել, էլի գնացել են պատերազմ, էլի գնացել են ռազմի դաշտ, էլի փորձեր են արել վառարանի մոտ, էլի փորձեր են արել լամպի լույսի տակ, բայց ապրել է թատրոնը։ Ես չգիտեմ, թե ինչումն է կայանում այդ ֆենոմենը, երևի թե սերը, եւ որովհետեւ Կապանում կա այդ սերը իրենց թատրոնը պահելու եւ դերասանների բոլոր ժամանակների Կապանի թատրոնում ապրող դերասանների կամքը ապրելու, ստեղծելու, արարելու։ Այսօր էլ այդ կամքը շատ բարձր է, որ Կապանի թատրոնն ապրում է, որովհետև եթե չլիներ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի, դերասանների
բոլոր աշխատողների կամքը ու նվիրվածությունը հաստատ մեր ժամանակներում չէին կարող թատրոն պահել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որքան էլ տեսնում ենք աշխատատեղեր շատ են հիմա արդեն առաջանում, շատ են բացվում բարձր աշխատավարձերով, իսկ թատրոնի աշխատավարձները շատ չնչին են, բայց մարդիկ այդ չնչին աշխատավարձով դեռ մնում են, դեռ պայքարում են, դեռ ապրում են, որովհետև սեր կա այդ ամեն ինչի մեջ, որովհետև 35 թվականին, երբ որ ստեղծեցին, սեր դրեցին այդ ամենի մեջ։ Այո, հիմքը ամուր է, այսպես ասած։ Մեր օրեր գանք 90-րդ թատերաշրջանն եք շուտով բացելու, մի փոքր իհարկե դա գուցեև ձեր իրավասությունից դուրս է, բայց փորձենք ներկայացնել ինչ ենք տալու հանդիսատեսին նոր, որովհետև ես գիտեմ, որ կապանցի հանդիսատեսը հաստատ շունչը պահած սպասում է նոր ներկայացումների։ Այո, Տարին Հոբելյանական է, այժմ թատրոնում փորձեր են ընթանում, թատրոնի ռեժիսոր Քրիստինե Սլոյանը բեմ է բարձրացնում Ալեքսանդր Շիրվանզադեի Քաոս ստեղծագործությունը, իդեպ այդ առաջին տարբերակն է հենց Շիրվանզադեի կողմից գրված, երջանկայի շատակ Վահե Շահվերդյանն է նվիրել այդ պիեսի, այդ տպագրությունը Կապանի թատրոնին եւ այժմ ակտիվ փորձերն են ընթանում սեպտեմբերի վերջին, կարծում եմ մենք Կապանի հանդիսատեսի արչեւ հանդես կգանք նոր մոտեցումներով Քաոսի։ Շատ հին ստեղծագործություն է, թեման կարծես թե չի առնչվում 21-րդ դարի հետ, 21-րդ դարի պահանջների, հույզերի, բայց մենք կարողացել ենք ռեժիսորի հետ միասին գտնել, վերհանել այն, ինչ որ 21-րդ դարի մարդուն կգրավի։ Եվ քանի որ իհարկե Շիրվանզադե է, որոշվեց, որ հենց Շիրվանզադեով պետք է բացվի թատերաշրջանը։ Իսկ թատերաշրջանի ընթացքում ինչպես միշտ եւ կվայելեն կոմեդիաներ եւ կվայելեն մանկական ներկայացումներ, այսինքն բազմաժանրությունը կպահպանվի, ինչպես որ Կապանի թատրոնում եղել է միշտ։ Եվ վերջին հարցը, ժամանակին համընթաց ինչպես եք կարողանում քայլել, այլ ասում եք Շիրվանզադե, Քաոս, հիշում ենք պատմական դրամաներ, գուցե ցանկանանք բեմադրել, գուցե այլ ստեղծագործություններ, որոնք որ ժամանակին համահունչ չեն լինի, բայց թատրոն գալիս են երիտասարդներ, որոնք որ բոլորովին այլ մտածողություն ունեն, գուցեև տեխնիկական հնարավորություններ են բոլորովին այլ, ինչպես եք կարողանում ժամանակակից երիտասարդի հետաքրքրությունը առաջացնել դեպի պիեսը, դեպի թատրոնը եւ քննադատության շարժանան։ Թատրոնը իր ժամանակի շունչն է։ Բոլոր ժամանակներում թատրոնը համընթաց քայլել է իր ժամանակաշրջանին։ Եվ սա է թատրոնի կենսունակությունը։ Հիմա չկա թատրոնից ավելի հին արվեստի տեսակ։ Հազարամյակների պատմություն ունի։ Ու այս հազարամյակների պատմության ընթացքում թատրոնը ոչ թե փոխել է իր դրսևորման ձևերը, իր իզմերը, այլ ամբողջովին փոխակերպվել է, հա։ Շրջիկ թատրոն, եկեղեցական թատրոն, չգիտեմ, ռեալիզմ է եկել, վերածնունդ է անցել թատրոնի գլխով, եւ ամեն օր թատրոնը առաջ է գնում ժամանակի շնչով։ Մեր թատրոնն էլ է այդպիսին, մեր թատրոնն էլ 3 ընդամենը 1 տարի առաջ այլ էր, այսօր այլ է, որովհետև փոխվում է հասարակությունը, որովհետև փոխվում է ժամանակաշրջանը։ Իհարկե, այնպես չի, որ մենք ընկնում ենք հանդիսատեսի ճաշակի հետ ետևից ճաշակի ջրերը, ճաշակը թելադրում է թատրոնը, բայց միշտ թարմ է, միշտ նոր է։ Եվ այն ստեղծագործությունները, որոնք բեմադրվում են այն կոնտեքստից ելնելով, որ այսօր այդ խնդիրը առկա է, որ այսօր այդ խնդիրը պիտի ներկայացնի հասարակությանը եւ հետաքրքիր է դա նայելը։ Եթե մենք բեմադրում ենք, չգիտեմ, Քաոս, եթե այսօր Ռոմեո եւ Ջուլիետ էլ բեմադրվի, մենք կգտնենք այն խնդիրը, այն ասելիքը, որը այսօրվա հանդիսատեսի համար է, որտեղ այդ հանճարեղները, դասական ստեղծագործությունները, որ գրել են, դրանք դարերի համար են, եւ այդ ստեղծագործությունների ենթատեքստում կա այսօրը կա, եւ հանդիսատեսը իր այսօրն է տեսնելու։ Իրենք չեն գալու դա դիտեն որպես ստեղծագործություն, որ գրել է Շիրվանզադեն 20-րդ դարի սկզբին, չէ, նրանք տեսնելու են այսօր իրենց հարաբերությունները, որովհետև թատրոնը հենց դրա համար է եւ դրա համար է կենսունակ։ Ասենք կինոն հայտնաբերվեց, ինտերնետը հայտնաբերվեց, այսօր մարդը իր տանը նստած կարող է, չգիտեմ, մի կնոպկան մի սխմելով ինչ ուզի տեսնի, բայց ինչի է գալիս թատրոն, որ տեսնի հույզերը, որ տեսնի կրքերը, որ տեսնի ապրումները, տեսնի ինքն իրեն։
Հայլու մեջ ամեն օր արթնանալով մենք նայում ենք, տեսնում ենք մեր արտաքին կերպը, բայց ներքին կերպը, մեր ապրումները միայն կարող ենք տեսնել թատրոնում։ Դրա համար է, որ 21-րդ դարում մարդը դեռ թատրոն է գնում, դա խելայողություն է, ասենք այս տեխնոլոգիական ժամանակաշրջանում գնաս թատրոն նստես ժամ ու կես ներկայացում նայես, Գյումրու թատրոնում ներկայացում էր բեմադրվել 2 ժամ ու կես, բայց մարդիկ 2 ժամ ու կես գնացել ներկայացում էին նայում։ Այսինքն այս արագ դարաշրջանում, երբ որ օրերը արագ են անցնում, վայրկյանները արագ են անցնում եւ ժամանակը շատ թանկ է, մարդիկ դեռ մարդ են։ Դա թատրոնն է մարդուն մարդ պահում։ Սոս Սարգսյանը ավարտենք, կարծում եմ, այս նախադասությամբ ավարտեմ իմ խոսքը, երբ որ Սոս Սարգսյանին հարցնում են, ասում են ինչ բան է թատրոնը ընդհանրապես, Սոս Սարգսյանն ասում է, երբ մարդը փորձես ճանաչել ինքն իրեն, հորինես թատրոնը։ Մենք թատրոնում ես ճանաչում ինքդ քեզ։ Ինչքան շատ կան թատրոն, այնքան շատ կճանաչեն իրենք իրենց եւ իրենց հարաբերությունները մարդկանց հետ, աշխարհի հետ, հասարակության հետ ավելի հեշտ կլինի։ Շնորհակալություն շատ գեղեցիկ զրույցի համար։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք խոսեցինք Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյա պատմությունից, իսկ իմ հյուրը դերասան Արթուր Գաբրիելյանն էր։ Հաջողություն։